Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նյութապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղայանի հետ։ Ողջույն, պարոն Աղայան։ Շնորհակալ եմ, որ կրկին մեզ հետ եք։ Այս ընթացքում, այս նախընտրական ընթացքում դուք այսպես շատ կարևոր դերակատարում ունեք, ամենայն դեպս մեզ համար, քանի որ ձեր օգնությամբ մենք մեր լսարանին ներկայացնում ենք այս ընտրություններին մասնակիցների, ով ում հետ է, ով ում դեմ է, ով որքան շանսեր ունի, ձեր վերլուծությունը հետաքրքիր է։ Բայց սկսենք մեկ այլ հետաքրքիր նորությունից, բոլորը իմացան, եթե չիմացան այժմ ես ներկայացնեմ, այն լուրը, այն փաստը, որ Արմեն Աղայանը, այսինքն դուք, միացել եք բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցությանը։ Նախ առաջին հարց, դա հայկական ընտրություն հասարակական կազմակերպությունն է միացել, թե Արմեն Աղայանը, եւ երկրորդ հարցս հետեւյալն է լինելու։ Դուք ձեր Facebook-յան էջում շատ հետաքրքիր մի գրառում եք կատարել, եւ ես առաջին հենց հատվածը, առաջին նախադասությունը կարդամ, մնացածը շարունակում եք դուք։ Դուք հարցնում եք ինքներդ ձեզ կամ ընթերցողին հարց եք ուղում, բարձրացնում եք, արդյոք հետևյալ հարցը, արդյոք բոլորին դեմ եմը մանիպուլյացիա է։ Ըստ երևույթին դա առավել հաճախ հանդիպող հարցն է, դրա համար երևի թե դրա համար եք դուք անդրադարձել այդ հարցին եւ փորձել բացատրել, ասել եք բացատրեմ որպես մանիպուլյացիաներին չտրվող մարդ։ Դուք ձեզ համարում եք մանիպուլյացիաներին չտրվող մարդ։ Եվ այսպես, արդյոք բոլորին դեմ եմը մանիպուլյացիա է։ Բոլորին դեմ եմը ինչ որ անում է շատ հստակ դա ձևակերպված է եւ այդտեղ այդ մասով մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետեւ ցանկացած մեկը, որ պետք է քվեարկի կամ չքվեարկի, պատկերացնելով ռիսկերը կամ չպատկերացնելով, նա հստակ կարող է իմանալ, թե ինչի համար է ինքը քվեարկում եւ ինչի համար ինքը վախենում է քվեարկել բոլորին դեմին։ Վախենալու պատճառներ կարող են ունենալ ընտրողները, դրա մասին մի քիչ հետո ոնց որ ավելի մանրամասն կանդրադառնամ, բայց բոլորին դեմը մանիպուլյացիա չէ, ինքը ըստ էության ոչ ստանդարտ մասնակցություն է ընտրություններին, իշխանության չձգտող խմբակի կողմից, որը իշխանության ձգտող բոլոր մյուս կուսակցությունների միջև ընտրություն չի տեսնում, դրա պատճառը կապում է ընտրական օրենսգրքի հետ, ուզում է որ տեղի ունենան նոր ընտրություններ այլ ընտրական օրենսգրքով եւ դրա համար փորձում է այդ գաղափարը տանել խորհրդարան, համոզել այնտեղ անցած գուցե ընդդիմադիրներին զուտ տեսականորեն անգամ իշխանությանը կարող է համոզել, զուտ տեսականորեն եմ շեշտում, հիմնականում ընդդիմադիրներին փորձելու է համոզել, որպեսզի նրանք համաձայնվեն 100 օրով տեխնիկական կառավարություն ձևավորեն բոլորին դեմի ներկայացուցիչ վարչապետի գլխավորությամբ, որը շատ արագ օրենսդրական փոփոխություն է կատարում ընդամենը 3 կետի հիմնական, ճիշտ է կարող են այլ կետեր էլ փոխվել տեղ-տեղում քննարկումներում, բայց բոլորին դեմի ծրագիրը այդ 3 կետն է եւ անմիջապես ընտրություն է նշանակում։ Այլ կերպ ասած 3.5 ամսից տեղ են ունենում նոր ընտրություններ, որտեղ չի լինելու 4%-անոց շեմը եւ չի լինելու կայուն մեծամասնության կամ ընդդիմությանը տրվող բոնուսները եւ փաստորեն ընտրողների քվեները ոնց որ ավելի համամասնորեն արտահայտված են լինելու բնականորեն այդ ցուցակում եւ ամենակարևորը դա փոքր կազմակերպություններին հնարավորություն է տալիս նույնպես ներկայացված լինել խորհրդարանում։ Եթե այս ծրագիրը չի ստացվում, ցուցակի անդամները խոստանում են վայր դնել մանդատները, եթե մանդատ ստացած լինեն, կամ դուրս գալ ցուցակից մանդատները չվերցնել, եթե ցուցակի ավելի ստորին հատվածում է։ Եվ այստեղ մանիպուլյացիայի վերաբերյալ հարցը վերաբերում է նրան, իսկ ինչ կլինի, եթե ցուցակի անդամներից ինչ որ մեկը կամ 5 հոգի կամ 10 հոգի խաբեն։ Չնայած խոստացել են, որ մանդատները վայր են դնելու, բայց վայր չդնեն։ Չլուծարվեն։ Չէ, կուսակցությունը միանշանակ կլուծարվի։ Բայց մանդատներով պատգամավորները մնում են։ Հատկապես որ այնտեղ շատերը կլինեն, որ բոլորին դեմը հիմնադրող կուսակցության մեջ չեն եղել, այլ որպես անկուսակցական են մասնակցել,
նրանք կարող են եւ խաբել։ Այո, քաղաքականության մեջ շատերն են խաբում։ Ես փորձեմ ասել ինչ կլինի ինձ համար որպես ստաժավոր բոլորին դեմ քվեարկող։ Ասեմ, որ ես 35 տարի Հայաստանի բոլոր ընտրություններին ըստ էության չեմ մասնակցել։ 2 անգամ գնացել եմ բյուլետենը անվավեր եմ դարձրել, իմ բողոքը ինչ որ գրավոր տեսքով արտահայտելով, մնացած անգամները անգամ խոր տեղամաս չեմ ասել։ Այս անգամ գնալու եք։ Ես փաստորեն այս բոլորին դեմը ընտրել եմ, որպես իմ սովորական վարքագծի մի հետաքրքիր այլընտրանք, այսինքն այն ժամանակ չի եղել ինչ որ մի քվեաթերթիկ բոլորին դեմ անունով կամ տեխնացուների մեջ բոլորին դեմ կուսակցություն չի եղել, եւ ես գնացել կամ տանն եմ մնացել կամ անվավեր եմ դարձրել։ Հիմա կա այս հնարավորությունը դա արտահայտելու։ Եթե դրա արդյունքում ինչ որ մեկը կընտրվի խաբելով, այդ մարդը կարելի ասել ոնց որ բարոյական պատասխանատվություն կրի իր արարքի համար, բայց քաղաքական իմաստով ոչի բան չի փոխվի։ Այսինքն, եթե ես դեմ եմ, որ այնտեղ լինեն ԿՊ-ականներ, ես դեմ եմ, որ այնտեղ լինեն, չգիտեմ, տարբեր օլիգարխների հաճախորդ մարդիկ, որոնք չգիտես ինչի դեպուտատ պետք է դառնան, ես բնականաբար, եթե նրանք դառնալու են падգամավոր, ինչ տարբերություն, թող մի քանի հոգի սուտ ասանել, այսպես ասած, հայտնվի այնտեղ եւ ինձ համար որպես բոլորին դեմ ընտրողի, բացարձակ այդ առումով տարբերություն չկա։ Նույնիսկ եթե ես վերցնեմ, խախտեմ այդ բանը, ես վերցնեմ այդ մանդատը, մեկ ուրիշ ընտրողի համար, դարձյալ տարբերություն չկա, թե ով կլինի։ Չէ, գործարքի չեն գնում, այստեղ ամբողջ հարցն է, որ ով որ խաբում է, խաբելու պատասխանատվությունը իր վրա է։ Եվ դա բոլորին հայտնի է։ Եթե մեկի համար կարևոր է, որ այնտեղ որևէ ծրագիր ներկայացված լինի, բոլորին դեմը ուրիշ ծրագիր չունի բացի այս 3 կետից։ Այսինքն արտաքին քաղաքականություն չունի, պաշտպանական ոչ մի հարցով ծրագիր քաղաքական բոլորին դեմը չունի։ Մի խոսքով նա գնում է որպեսի այդպես չի հայտարարում չեղարկի, բայց չեղարկվեն այս ընտրությունները եւ նոր ընտրություններ նոր ընտրական օրենսգրքի պայմաններում անցկացվեն։ Լավ, այսքանը ոնց որ թե հասկացանք, դուք փաստորեն առաջինն եք, որ մանիպուլյացիայի տրվեցիք, այն մանիպուլյացիայի, որը չի, որին չեն Չէ, սա մանիպուլյացիա չի, սա հստակ ասված է, այսինքն եթե ինչ որ մեկը ուզում է, որ այնտեղ գնա ինչ որ մի падգամավոր եւ անի իր ուզածը, թող գտնի այդ падգամավորին։ Ամբողջ հարցն այն է, որ բոլորին դեմին ընտրողները նրանք չեն գտել իրենց ուզած падգամավորներին։ Եթե չեն գտել բոլորի դեմի մեջ դրա այդպիսի падգամավոր փնտրելու կարիք նրանք չունեն։ Հիմա դուք ասում եք 3 ամիս հետո նոր ընտրություններ։ Այսպեսի հարց տամ։ Այսինքն այս պահի դրությամբ կան ինչ որ ներողություն կրկնության համար ուժեր, որոնք քաղաքական ուժ են, ուժեղ քաղաքական ուժեր կան, որոնք ընտրական օրենսգրքի անկատարությանը 4% կամ 8% չկարողանալու հաղթահարելու պատճառով չեն ճանաչելի, չեն շանսեր չունեն անցնելու, այսինքն կան այդ ուժերը, բայց իրենք հնարավորություն չունեն։ Այո, սա լուրջ հարց է, որովհետև Եվ 3 ամիս հետո ինչ որ բան է այսպես կախարդական փայտիկով։ Սա լուրջ հարց է, որովհետև Հայաստանում իսկապես կուսակցությունները լիարժեք չեն, դրանք իրականում քաղաքական ուժեր չեն, դրանք հանրության կողմից այսպես ներքևից աճող տեխնացուներ չեն, որ առաջադրում են, դրանք միշտ պատկանում են ինչ որ մեկին, ինչ որ մի նախկին իշխանավորի, ինչ որ մի օլիգարխի, այսօրվա իշխանավորի, ինչ որ մեկին դրանք պատկանում են եւ մնացած բոլոր դրանց անդամները, դրանք քաղաքական գործիչներ չեն, դրանք հաճախորդներ են, որ այդ կուսակցության սեփականատիրոջ հետ գործարքի են գնացել եւ նա նրանց ինչ որ պատճառներով հատկացրել է որոշակի տեղեր խորհրդարանում կամ ցուցակում որոշակի տողի վրա է գրել։ Բնականաբար մյուս ուժերը նույնպես այդ խնդիրներով տառապում են։ Սակայն այստեղ հարցը այն ինչն է։ Հարցն այն է, որ որքան խոշորացված են լինում կուսակցությունները, որոնք մասնակցում են, այնքան օլիգարխների մեկնարկային հնարավորությունները, փողի տոպրակների մեկնարկային հնարավորությունները ավելի մեծ են։ Իսկ գաղափարական խմբերը նրանք որպես կանոն ավելի համեստ ֆինանսական հնարավորություններ ունեն, ավելի փոքրականակ են, որտեղ գաղափարական են իրական կազմակերպություններ են։ Ուրեմն այդպիսիների շանսերը այդ տարբերակում մի քիչ ավելանում է։ Երկրորդ հանգամանքը, մեր երկիրը ունի խնդիր, որ ով որ հաղթում է խորհրդարանական ընտրությունները, նա կարծես շահում է ամեն ինչ, եւ անգամ երկրորդ տեղը զբաղեցնողը կորցնում է ամեն ինչ։
Իսկ այլ կերպ ասած, եթե մաթեմատիկային անդրադառնանք, 40-42% հանրային աջակցություն ունեցող ուժը Հայաստանում ամեն ինչ վերցնում է։ Առավել ևս, որ այդ 40-42%-ը նա կարող է ձեռք բերել վարչական ռեսուրսի կիրառմամբ, մեծ փողերի կիրառմամբ, ստացվում է, որ նա իրականում այդքան էլ չկա, այդ 40%-ն էլ չկա։ Հա, եթե չունենար, ասենք, հեռուստատեսային լայն քարոզչության հնարավորությունները որպես իշխանություն, դժվար էր այդ պոպուլիստական քայլերով այդքան էֆեկտիվ մարդկանց վրա ազդել։ Այս դեպքում, երբ որ 40%-ը այլևս խորհրդանում 50% չի դառնա, այդպես է, էլի, երբ որ փոշիանում են ձայները, ստացած այդ 40%-ը խորհրդանում վերածվում է 52-53%-ի։ Երբ որ այդ 40%-ը 52% չի դառնում, ստիպված բոլոր ուժերը, որոնք ձգտում են իշխանության, ստիպված պիտի լինեն գնալ կոալիցիաների։ Այսինքն հաշվի առնել ավելի փոքր կազմակերպությունների նշանակությունը, ավելի տեղ տալ այդ ավելի փոքր կազմակերպություններին։ Հիմա եթե ինձ հարցնեք, թե Հայաստանը ինչպիսի ընտրական օրենսգիր պիտի ունենա, ես անշուշտ կբերեմ շատ ավելի արմատական եւ ծավալուն փոփոխությունների առաջարկ։ Բայց քանի որ բոլորին դեմը աշխատում է այսպես ընթացքի մեջ, էլ այսպես ժամանակային եւ այս ամեն ինչը բացատրելու համար շատ սահմանափակ հնարավորություններով եւ ինքը քաղաքական ուժ չէ, սա եկեք հասկանանք, հա, այնտեղ գտնվող անդամները միմյանց հետ հաճախ ոչ մի առնչություն չունեն գաղափարական առումով, հաճախ կարող են նույնիսկ թշնամիներ լինել գաղափարական առումով, նախկինում հակադիր ճամբարներում եղած լինել։ Այսինքն սա ընդամենը ուղղակի արձանագրում է այն բանին, որ Հայաստանում կա այս չափ բոլորին դեմ քվե։ Այսինքն նրանք, ովքեր նախկինում Չակ Նորրիս էին ընտրում, բյուլետենների վրա հայհոյանք էին գրում, կամ պարզապես տունը նստում էին, չէին գալիս, ոչ ոք չէր իմանում, քանի հոգի են այդ մարդիկ, հա, որտեղ անվավերները ուղղակի չէին հաշվում եւ պարզ չէր ինքը անվավերը ուղղակի այդ թրջնիկը սխալ տեղում ա դրել, թե բան արել։ Իսկ հիմա այդ թիվը ինչ որ չափով massամբ կֆիքսվի եւ բոլորին դեմը կարծես թե այդ ֆունկցիան էլ ա կատարել։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է համարենք, որ անցան մարդիկ, որ բոլորին դեմ, այսպես չեմ ուզում գնահատական տալ, բայց մարդիկ շատ հուսահատ մարդիկ, այդ 60%, որ ասում են 50-ից 60% չկողմնորոշված մարդիկ, դրանք բոլորը միահամուռ ձայնը տան բոլորին դեմը մի, երևի դա է հաշվարկը, որ այդպես է լինելու, եւ նրանք անցնեն։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է այդ 3 ամիս հետո էլի մենք նույն ջարդած ներողություն տաշտակի առաջ ենք կանգնելու։ Նորից ես այդ հարցը տալիս եմ, արդյոք մենք ունենք քաղաքական ուժ մեծ պատմությամբ, մեծ փորձառությամբ, քաղաքական ուժեր, ինչ էլի ում եւ ում միջև է լինելու ընտրությունը, եթե դուք այդ 4% շեմը իջեցրեցիք, այդ փողի մրցակցությունը ընտրությունների, այդ փողերի տոպրակ, կարծեմ այդպես էիք ասել, մենք ընտրում ենք այս անգամ փողերի տոպրակ։ Եկեք նայենք, հա, օրինակի համար դա վերացավ, տակը ինչ է մնում։ Ասեմ, ենթադրենք նոր ոչ մի բան չի առաջանում, մենք ունենք այն նույն կազմի, ինչ որ ունենք այսօր։ Եկեք հիշենք նախորդ ընտրությունները, 2-ը 3-ը կարևոր չի, եւ հիշենք քանի կուսակցություն կար այնտեղ 3% ստացած, 2% ստացած, 1.5% ստացած, 1% ստացած։ Բևերից սկսած շատեր են, առնվազն 10 Եվրոպական կուսակցությունում ում հիշեմ։ Այսպես թվարկելով կգնա 26-ը 24-ը։ Առնվազն 10 կուսակցություն խաղից դուրս է մնում 4%-անոց շեմի պատճառով։ Այդ 10 կուսակցությունները կլինեն խորհրդարանում։ Սա առնվազն այդ արդյունքին մենք կհասնենք դրան։ Երկրորդը մենք կունենանք այն պրոֆեսիոնալիզմի մասին էի նաև հարցնում, հետագից, հետագից ունեցող կուսակցությունները Հայաստանում ամենավատ կուսակցություններն են, որովհետև որևէ կուսակցություն չկա Հայաստանում, որ դրական հետագից ունենա։ Հետևաբար, եթե հետագծով պետք է դատենք, ապա ավելի լավ է փորձել լրիվ սկսնակ կուսակցությանը, քան թե նախկիններին բան։ Սա մի կողմից, մյուս կողմից պետք է նայել կուսակցությունների ծրագրերին։ Իսկ հիմա նայենք ինչ են անում խոշոր կուսակցությունները։ Բացի բանով խոսքային ընտրակաշառքներից, հա, չգիտեմ, մեկը թոշակա բարձրացրել, արդեն մյուսը խոստանում է բարձրացնել, մեկը աշխատատեղ է ստեղծել, մեկը հարկա վերացնում, մեկը չգիտեմ ինչ անում։ Սրանք խոսքով ընտրակաշառքներ են։ Դրա տակ որևէ բովանդակություն
չկա։ Գաղափարական կազմակերպությունները այս բաներին չեն հասնում։ Հիմա եթե ինձ մնա, ես բոլորին դեմի թիմին եմ առաջարկել, բազմաթիվ այլ փոփոխություններ նույնպես։ Ընտրագրավի հետ կապված, ցուցակների մեծության հետ կապված, այնտեղ խնդիրները շատ են։ Փոփոխությունների մի փաթեթը կապված էր ուղղակի հայկական ընտրության գործունեության հետ, այսինքն այդ նախընտրության տեխնոլոգիան, նախընտրությունով ցուցակները առաջադրելու տեխնոլոգիան մտցնել պետական օրենսդրության մեջ։ Այսինքն որ դա ոչ թե մի կազմակերպություն կամ մի քանի կազմակերպություն դա անեն, այլ հենց ընտրական օրենսգիրքը պարտադրի բոլորին նախընտրությունով առաջադրել իրենց ցուցակները։ Այլ կերպ ասած, դա կդառնա ընտրությունների առաջին փուլ, այդ առաջադրման փուլը։ Հա, ճիշտ է, այս պահին դա դժվար է կիրառել, որովհետև մարդիկ խոստացել են 3 ամսվա մեջ այդ բոլոր փոփոխությունները կատարել եւ ընտրություն նշանակել, իսկ այդ իմ առաջարկած փաթեթը ենթադրում է սահմանադրական որոշ փոփոխություններ, օրենսդրության մեջ շատ ավելի ծավալուն փոփոխություններ, որոնց վերաբերյալ կոնսենսուս կարծես թե չի ձևավորվում։ Դա էլ ասեմ, որ բոլորին դեմում բոլոր որոշումները լրիվ 100%-անոց կոնսենսուսով են։ Անգամ այն պարագայում, երբ որ իրար տարբեր Այո, որտեղ այստեղ գաղափարական հարցեր չկա, այստեղ քաղաքական ուժեր, տարբեր մարդիկ, միանշանակ, որտեղ այստեղ գաղափարական հարցեր չեն, տեխնիկական հարցեր են։ Այդ գաղափարական հարցով մենք կարող ենք հակառակորդ լինել, տեխնիկական հարցով համաձայնվել, եթե մեկը համաձայն չի, արդեն դա դուրս է գալիս տեխնիկականը դուք անվանում եք ընտրական օրենսգրքի վրա աշխատանքը, դա տեխնիկական աշխատանք է, դա արտաքին քաղաքականություն չի, պաշտպանական քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն չի, միանշանակ էլի, դա տեխնիկական հարցեր են, եւ եթե հանկարծ ստացվի, որի հավանականությունը դեպ ես ընդունում եմ, որ բավական փոքր է, բայց եթե հանկարծ ստացվի, այդ ձևավորվող երամսյա կառավարությունն է լինելու տեխնիկական։ Այդ կառավարությունից պետք չի սպասել ինչ որ նոր արտաքին քաղաքականություն կամ չգիտեմ ինչ որ տնտեսական ռեֆորմներ, չէ։ Այդ կառավարությունը զբաղվելու է մենակ պետականաշինական մի քանի հարցերով, որոնց հետո ձևավորելու է խորհրդարան, որը հույս ունենք մի քանի տոկոսով ավելի որակյալ կլինի։ Այլապես մանդատները դնում են եւ մանիպուլյացիայի հարցը հենց սրան է վերաբերում, մանդատները դնելու են բոլորը թե ոչ։ Չէ, մանիպուլյացիայի հարցը նաեւ ես գիտեմ մարդիկ շատերը այսպես գրառումներ են անում, կասկածներ են առաջացնում, կասկածներ են արտահայտում այն հարցով, որ մարդը կարող է չգիտի, որ դա կուսակցություն է, գնում է տեսնում է բոլորին դեմ եմ, ինքը բոլորին դեմ լինելով, նաեւ այդ բոլորին դեմ մեմինել դեմ լինելով, նշում է բոլորին դեմ եմ եւ հայտնվում է, պարզվում է, որ նա ձայն է տվել կոնկրետ քաղաքական ուժի։ Հասկացա։ Առաջինը դա հստակ արտահայտված է, հստակ հայտարարված է, որ չէ, սա պսևդո կամ կվազի կուսակցություն է, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամսով, որտեղ այլ ձևով հնարավոր չէր խորհրդանական ընտրություններին մասնակցել այդ բոլորին դեմ քվեաթերթիկը ունենալ։ Սա ժամանակավոր ստեղծված կուսակցություն է, որը անմիջապես լուծարվելու է, այս պայից սկսած ինքը երևի 2-ից 5 ամսվա կյանք ունի, հա, կամ ընտրությունները լինում են ինքը չի անցնում, լուծարվում է։ Դուք շետուն եք ասում, ես այդ մարդկանց ոնց եք իրազեկում, որ այդ մարդը դե արդեն ձեր միջոցով ենք իրազեկում, կայքի միջոցով ենք իրազեկում, ամբողջ քարոզչության մեջ դա իրազեկվում է։ Հիմա եթե ինչ որ մեկն էլ կշփոթվի, դրանից մենք այսպես ամբարո բան արած չենք լինի, որովհետև ենթադրենք այդ շփոթվողը ես եմ։ Ես միշտ քվեարկել եմ բոլորին դեմ, հիմա էլ քվեարկում եմ բոլորին դեմ, արդյունքում այդ մարդիկ падգամավոր չեն դառնում, եւ ես ստացվում է, որ էլի բոլորին դեմ եմ քվեարկել, ուղղակի այլ բոլորին դեմերի հետ քվեարկածների թիվը ֆիքսվել է։ Այս 2 ամիս ինչքան մնաց, 1.5 ամիս մնաց, կարծում եմ, դուք ավելի լավ կասեք, որքան մնաց, պետք է ինտենսիվ աշխատեք, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, ինչ է նշանակում բոլորին դեմեմին ձայն տալը։ Դե մեր գործի կեսը անում են մյուս կուսակցությունները, որովհետև մենք այդքան նյութական ռեսուրսներ չունենք, որպեսզի շատ մեծ քարոզարշավ իրականացնենք, բայց քանի որ բոլորին չգիտես ինչի հետաքրքրել է, թե ինչ հնարք են, ինչ տրոլինգ է, հա, բանի, այս հարցերը բարձրացվում են եւ մենք կարծես թե հայտնվում ենք ուշադրության կենտրոնում եւ ավելի շատ հնարավորություն ենք ունենում դա բացատրելու։ Որ ուժերներ հիմա արդեն գնանք տեսնենք ով ում հետ է, ով ում դեմ է, ով շանսեր ունի, իշխանությունը վերընտրվելու հնարավորությունները մեծ են, փոքր են։
Նախ սկսենք հետևյալից։ Կներեք, ես մի հարց էլ եք տվել, կարծես թե դրան առիթ չունեցա պատասխանելու հայկական ընտրության հետ կապված։ Հայկական ընտրությունն է միացել, թե անձամբ դուք եք միացել։ Ուրեմն պարզաբանեմ, որ հայկական ընտրությունը դա այսպես բազմանդամ կազմակերպություն չի, որը իր որոշումով ինչ որ քաղաքական գործընթացներին մասնակցի, ինքը տեխնոլոգիական խումբ է, որպես տեխնոլոգիական խումբ, որպես նախընտրության նախագծի հեղինակող խումբ, մենք չենք կարող որևէ մեկին միանալ, որովհետև ոնց որ թե միանալ նշանակում է, որ իրենք միանան այդ նախընտրության նախագծին, էլի ըստ էության։ Դրա համար մենք որպես հայկական ընտրություն ոչ մի բանի չենք կարող միանալ, որովհետև հայկական ընտրությունը զբաղվում է շատ կոնկրետ հարցերով եւ սա դրա հետ կարծես թե կապ չունի։ Որպես հայկական ընտրության անդամներ, առանձին անդամներ, հա մեզնից մի քանիսը գուցե ինձնից բացի էլ ինչ որ մարդ լինի ցուցակում, դեռ վստահ չեմ, եւ նաեւ հավանաբար մի քանիսը մեր անդամներից այդ ցուցակի ձևավորմանն են արդեն մասնակցել, կարծեմ 5-6 հոգի մեր խմբից գնացել այդտեղ քվեարկել է, բայց դրանից ավելին հայկական ընտրությունը այդտեղ ներկայություն չունի զուտ իր անդամների տեսքով, այլ ոչ թե որպես կազմակերպություն։ Պարոն Աղայան, մի հարց էլ մոռացել էի, լավ հիշեցրեցիք։ Այդ ցուցակը ճիշտ է, չգիտեմ ոնց է կազմվում, մեծ ցուցակ է, ընդ որում երկու բլոկներով անդամների եւ այդ նախընտրական ցուցակ է կոչվում եւ որքան ես հիշում եմ, եթե սխալվում եմ, դուք գնցկուղ եք, դուք երրորդ տեղում եք, այսպես ասած։ Ես, չէ, դեռ առան չի ամփոփվել ոչ մի բան։ Չի ամփոփվել, որտեղ ես մի այսպես ցանկ տեսա, որ դուք նես բավականին բարձր կարծանք, որ ով երբեր դիմել, հա, ով երբեր իր տվյալները տրամադրել։ Դրա համար ասում ինձ ուղղեք, որտեղ 28-րդ տեղում է, հետո այդ ցուցակը վերադասավորել էին մոտավոր այբենական կազմով, այսինքն A-ը սկզբում, B-ը հետո եւ այլն, եւ ես այդտեղ հայտնվել էի 4-րդ տեղում, զուտ ազգանվան կամ անվան պատճառով չեմ հիշում։ Հա, իրականում քվեարկությունը 17-ին ավարտվելու է, հավանաբար 18-ին ամփոփվելու է, հա։ Այսինքն 2 օր մնաց։ Հա, եւ դրանից հետո հավանաբար ցուցակի ներքևը որոշ ազատ տեղեր կլինեն, դա էլ վարչությունը այդ երիտասարդ անդամներից կլրացնի, հավանաբար այնտեղ կանանց պակաս կլինի, մի քիչ ավելի շատ կին կլրացնի, բայց դա լրիվ բաց քվեարկություն է, իսկ ասված երկու բլոկերը Ինչ ասել է, ներողություն կհիշեցնեք, կշարունակեք, քվեարկություն ասացիք։ Քվեարկությունով է ձևավորվում ցուցակը։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր ուզում են որպես ընտրող մասնակցել, որպես թեկնածու մասնակցել, հնարավորություն ունեն առաջադրվելու։ Կար, ասենք 5000 դրամ ընտրելու իրավունք կա։ Ինչպես է այդ մեխանիզմը, ով է այդ ընտրությունը կատարում։ Հենց հիմա տեղամասա ձևավորված, մարդիկ գալիս են ֆիզիկապես քվեարկում են։ Նախապես պիտի գրանցվեն, մասնակցության վճար տան, ստորագրեն, որ համաձայն են այդ շարժման նպատակների հետ, այս 3 կետը փոխելու եւ այլն։ Եվ գալիս են տեղամաս, ճիշտ ասած չուզեցին օնլայն անել, հավանաբար այսպես ինտերնետային միջոցներով խախտումներ շարժանագրվելու համար, եւ մարդիկ ֆիզիկապես գալիս են, իրենք կատարում են, ունեն 2 բյուլետեն։ Բյուլետեններից մեկում իրավունք ունեն նշել 15 հոգու անուն, ում կուզենային տեսնեն ընդհանրապես ցուցակում։ Եվ բյուլետեններից մյուսում 3 հոգու անուն, ընդ որում կարող են անունները համընկնեն, դրանք այն անուններն են, ովքեր ում որ իրանք կուզեին տեսնել բյուլետենում նշված։ Քվեաթերթիկում պետք է 3 հոգու անուն նշի, չէ՞։ Այդ 3 անունների ընտրությունը ոնց որ առանձին է կատարվում։ Եվ ով որ շատ է ձայն ստանում, հայտնվում է համապատասխան ցուցակներում, քանի որ ամբողջ մենք 80 տեխնացու չունենք, այսինքն կա 80 տեղ, բայց 80 տեխնացու չկա, տեխնացուների քանակը պակաս է։ Այդ պակաս տեխնացուների քանակից կձևավորվի ցուցակի վերին մասը, իսկ ներքևի մասը, այսպես արդեն վարչությունը տեխնիկական որոշումով մնացածը կլրացնի։ Բարի, հիմա ընդհանուր ընտրությունների հետ կապված որոշ մանրամասներ կխնդրեի, որ դուք մեզ հետ կիսվեիք ձեր դիտարկումներով։ Դե բոլորը գիտեն արդեն նորից, որ կա 4%, եթե մենակ ես գնում մի կուսակցությունով եւ կա 8%, եթե դաշինքով ես գնում։ Դա պատճառ հանդիսացավ, որ տրհուվ են շատ այսպես իրար հետ համախոհ կամ գործընկեր կուսակցություններ եւ իրենք առանձին են գնում, որովհետեւ համարում են, որ այդ 4%-ը իրանք կանցնեն։ Այնուամենայնիվ, որ ուժերն են խիզախել հանդես գալ որպես դաշինք։ Եվ արդյոք դուք համարում եք, որ այո, այդ դաշինքները, որոնք խիզախել են, որ 8% կհավաքեն, իսկապես շանսեր ունեն։
Ինձ թվում է միակ ռիսկային հարցը, որ խիզախության հետ կապ ունի, դա Հայաստան խմբակցության այդ դաշինքն է։ Նախ համաձայն եք, որ դա խիզախության հետ կապ ունի կամ ինչ-որ հաշվարկների գերագնահատելու իրենց ուժերը։ Իրենք վստահաբար ինչ-որ հաշվարկներ արել են, բայց քաղաքականության մեջ եթե վստահենք թեկնածուների արած հաշվարկներին, ապա մենք կունենանք 400%-անոց խորհրդարան։ Իրականում այդ հաշվարկները, որ կատարվում են միջինը 20-30%-ով։ Հիմա ինչ է Քոչարյանի գլխավորած դաշինքի առանձնահատկությունը։ Նախ իրենք նախկինում ունեին 21%։ Սովորաբար սերնդափոխության արդյունքում ձայների մի մասը, մոտավորապես 8%-ը կորում է։ 21%-ի դեպքում դա համարենք, ասենք 2%-ը իրենք կարող է կորցնել, այսինքն ինչ նկատի ունեմ։ Իրենց նախկինում քվեարկածները մահանում են, չգիտեմ, ինչ-որ այլ պատճառով չեն քվեարկում, իսկ նորերը, ովքեր առաջին անգամ են գալիս ընտրության, իրենց չեն ընտրում, որովհետև իրենք կարծես թե անցյալից եկող ուժ են, հա, նոր հետաքրքրություն քչերի մոտ են առաջացնում։ Այսինքն երիտասարդացում իրենց ընտրողների շրջանում կարծում եք չկա։ Կա, բայց շատ ավելի փոքր չափով, քան այդ սերնդափոխության թիվն է։ Առաջին բանը դա է կորցնելու, բայց սա հələ դեռ ամենամեծ ողբերգությունը չի։ Դաշնակցությանը դա մի քիչ ավելի քիչ է վերաբերում, բայց նույնպես վերաբերում։ Այսինքն դաշնակցությունը եթե վերցնենք 91 թվականից մինչև այսօր անընդհատ կորցրել է հանրային աջակցությունը 91 թվականին ես ինքս մասնակցել եմ սոցիոլոգիական հարցումների, որտեղ տարօրինակ հարցում էր դա շատ առաջին նախագահական ընտրությունների նախօրյակին էր եւ հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության 64%-ը որպես կուսակցություն նախընտրում է դաշնակցությանը։ Հիշեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց այդ ընտրություններին, բայց այդ 64%-ից միայն 4%-ներ որ Սոս Սարգսյանին դաշնակցության տեխնացուին ձայն կտար։ Այսինքն եւ այդ 64%-ից 60-ը որպես կուսակցություն ընտրում էին դաշնակցությանը, իսկ որպես տեխնացու տեսնում էին Տեր-Պետրոսյանին։ Պատկերացնում եք աբսուրդը մեր այն ժամանակվա քաղաքական պատկերացումները։ Սարգսյանի պարագայում։ Դες հարցը պարզ է, Սոս Սարգսյանը հաջող տեխնացու չէր, բայց տեսեք, մարդիկ չէին պատկերացնում, որ դաշնակցությունն ու Լևոն Տեր-Պետրոսյանը արմատապես հակադիր մարդիկ են։ Իսկ նույն մարդը պատրաստ էր որպես կուսակցություն ընտրել դաշնակցությանը, բայց դաշնակցության բախտից դա նախագահական ընտրություններ են եւ այդ մարդիկ փոխանակ դաշնակցությանը ընտրելու ընտրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նրան ավելի շատ էին ընկալում որպես նախագահ։ Այսինքն, եթե այդ առաջին ընտրությունները լինեին խորհրդարանական, Հայաստանում կիշխեր ոչ թե ՀՀՇ-ն, այլ դաշնակցությունը։ Հիմա այն ժամանակ 91 թվականին եթե առաջ իմ հարցին դաշինքով հանդես եկողը Քոչարյանը փաստորեն ասեցի սերնդափոխությամբ է կորցնում է ուժեղ Հայաստանի հայտնվելով, որովհետև ուժեղ Հայաստան այն ձայները, որ հավաքում է, մասամբ հավաքում է նաև նախկինում Հայաստան դաշինքին տրված ձայներից։ Եվ այստեղ խաղի մեջ է մտել Գագիկ Ծառուկյանը, որը նույնպես հավակնում է Հայաստան խմբակցության կամ Հայաստան դաշինքի քվեներին։ Այս երկու խումբը, որոնք այդ քվեները քաշելու են, որքան են կարողանալու քաշեն, այսինքն այդ նախկին 21%-ից ինչքան է մաշվելու, այսօր ոչ ոք չի կարող ասել։ Որ դա հաստատ լինելու է բոլորը կարող են ասել, բայց չափսը, սոցիոլոգիական հարցումները ավելի ընտրություններին մոտ դա ցույց կտան, բայց այս պահին վերջնական ոչ ոք չի կարող ասել։ Հետևաբար կա ռիսկ, որ կարող է հանկարծ այդ դաշինքը այնքան կորցնի, որ ձայները իջնի դառնա, չգիտեմ, 7.5%, դա կլինի ամենաողբերգական հանգամանքը, դառնա 7.5% եւ իրանք այդ 0.5%-ի պատճառով խորհրդանում չհայտնվեն։ Դա շատ հավանական մի սցեն։ Իսկ գուցե այդ երեքը եւ Քոչարյանը եւ Ուժեղը եւ Գագիկ Ծառուկյանը դա յուրատեսակ ընտրողների սեգմենտացիա են անցկացրել։ Մեկը աշխատում է բարձր տարիքի վրա, մյուսը աշխատում է միջին տարիքի վրա, մյուսը աշխատում է երիտասարդության վրա։ Ես չգիտեմ, դա սեգմենտացիա է թե ոչ։ Պատկերացնում եք, եւ ամբողջը դա գալիս է լցվում է մեկ ուրեմն Ես չգիտեմ, դա սեգմենտացիա է թե ոչ, ըստ ամենայնի ոչ, որովհետև ասենք Սամվել Կարապետյանը երբ որ շարժումը սկսեց,
Գուցե ինքը ակնկալում էր, որ բոլորը կգան իրեն կմիանան եւ այդպես շատ հզոր ձևով ինքը առաջ կգնա, կընդունեն իր առաջատարությունը։ Այս պահին դա տեղի չի ունեցել, փաստացի, եւ կա այսպիսի մի հանգամանք։ Ինքն էլ չէր կարող միանալ Հայաստան դաշինքին, որովհետեւ հայտնի բան կա, որ նախկին իշխանավորների որպես ընդդիմություն նախկին իշխանավորների հանդես գալու պատճառով բազմաթիվ մարդիկ գնում են ընտրում են իշխանությանը, հա, հետեւաբար պետք էր հանդես գալ որպես այլ ընդդիմադիր ձևաչափ, որտեղ կարծես նախկին իշխանավոր չկա։ Ես հարուստ մարդ եմ, կայացած մարդ եմ, բարեգործ մարդ եմ, ես իմ հարցերը լուծել եմ, ձեր հարցերն էլ կլուծեմ, երկրի հարցերն էլ կլուծեմ, հետեւաբար ընտրեք ինձ, հա, բոլոր օլիգարխների հիմնական կարգախոսները այսպիսին են։ Քոչարյանը այդտեղ չի տեղավորվում, որովհետեւ Քոչարյանի միշտ կան ասեն Բաքու իշխանության ժամանակ եղան այս ինչ բաներ, ինչը Սամվել Կարապետյանին դժվար է այսօր ասել։ Եվ այս տեսակետից իրենց առանձին մասնակցելը մի քիչ էլ բնական է։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ես շարունակում եմ վստահ ենթադրել, որ դա ինքնուրույն խաղ չէ, հատկապես եթե հիշենք, որ նա անմիջապես արդարացվեց ընտրակեղծիքի հետ կապված ինչ-որ գործով, այդպիսի լրատվություն եղավ, եւ հաշվի առնելով, որ վերջին շրջանում նրա բիզնեսները բոլորը քրեական տարբեր գործերով էին անցնում, ինքն էլ իր աշխատողներն էլ եւ այլն, նա բավական կախյալ կարգավիճակում էր գտնվում այս բոլոր վերջին տարիներին եւ իշխանություններից։ Այո, իշխանություններից կախյալ կարգավիճակով, կարծես թե խոստում էր տվել, որ քաղաքականությամբ չպետք է զբաղվի, այդպիսի տպավորություն կար։ Ես չեմ հիմա էլ ասում եմ, ես անձի հետ եմ կապում։ Այսինքն ֆորմալ առումով խոսքը իբր թե պահում է, բայց ես վստահ եմ, որ իրեն գործուղել են, որովհետև իր ընտրազանգվածը շատ ավելի շատ ձայն տանելու է Սամվել Կարապետյանից, քան թե Ռոբերտ Քոչարյանից, որովհետև դա լրիվ նույն ընտրազանգվածն է, հա, այն հարուստ տղու բաներ եւ Փաշինյանի դրամապանակի մեջ է լցվելու այդ կարևոր չի էս էտապում դա ինչա լինի, դա դեռ պարզ չի, կախված ասենք Փաշինյանը թե այնտեղ 50% ստացավ իր համար 1 է, այս պահին ընդհանրապես եթե 50% չանցավ այնտեղ առևտրի հարցեր են գալու եւ չէ, եթե Ծառուկյանը անցնում է ազգային ժողով, այդ եմ ասում, եթե Ծառուկյանը անցնում է եւ Նիկոլ Փաշինյանն էլ 50% չի հավաքում, այդ դեպքում Ծառուկյանի կշիռը կտրուկ ավելանում է եւ ինքը այնտեղ կարող է պատահի իրեն ավելի թանկ վաճառի։ Եվ այստեղ հարց առաջանում ում պետք է թանկ վաճառի ինքը իրեն Նիկոլ Փաշինյանին, թե ասենք Սամվել Կարապետյանին։ Հաշվի առնելով, որ նախկինում Սամվել Կարապետյանի հետ կարծես խնդիրներ են եղել, կհիշեք այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը ասում էր Դոդի Գագո եւ այլն, այդ մականունով օգտագործում, այդ շրջանում Սամվել Կարապետյանը կարծես թե այդ կոնֆլիկտի մաս է եղել եւ հնարավոր է Ծառուկյանը հին չի մոռացել։ Հա, չի մոռացել այդ կատարվածը, թե ինչ կլինի մենք դեռ չգիտենք։ Այո, փոխ հարց, թե այդ երկու ուժերը իրար ամերժ են, թե փոխ լրացնող դեռ բաց է մնում, բոլոր ուժերը ասելով Քոչարյան, Ծառուկյան, Քոչարյանն ու ուժեղ Հայաստանը կարելի ասել փոխ լրացնող են, Ծառուկյանը մութ խաղ է, այսպես ասած։ Եկեք հիշենք նաև Նիկոլ Փաշինյանը, որ անընդհատ քարոզչության մեջ ներկայացնում է իրեն հրեշտակի թևերով խաղաղության կուսակցություն եւ 3 հոգու Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանին որպես պատերազմի կուսակցություն։ Սա շատ ծիծաղալի է, այսինքն ինքը կարծես թե մտցնելով ասենց ամբողջացնում է, հա, այդ ժողովրդի չսիրած կամ այդպես վտանգավոր պատկերը նախկինում իշխանության հետ կապված, թալանչի, ընտրակեղծարար եւ այլն։ Այս բոլորին կարծես թե մի փաթեթի մեջ է դրել, այնինչ դրանց ներսում ինքը ունի շատ մեծ հավանականությամբ ունի ներդրված խաղացող։ Շնորհակալություն Գովազդ հայտարարենք եթերում, շարունակելու ենք զրույցը սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, Գովազդը եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Արմեն Աղայանի հետ, Հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։ Եւ այսպես մենք խոսում ենք այն մասին, որ որոշ ուժեր խիզախել են հանդես գալ որպես դաշինք, համարելով, որ կհաղթահարեն 8%-անոց շեմը։ Բայց կային նաեւ այսպես ուժեր, որոնք համագործակցում էին, թվում էր թե միասին պետք է գնան, մասնավորապես Միասնության թևերը եւ եվրոպական ուղղվածության ուժերը, նրանք բաժանվեցին, կարծես թե ոչ թե կարծես թե առանձին են գնալու։ Չալաբյանը, ինչ եմ ասում կարծես թե, որովհետև Միասնության թևերը դա Թաթոյանը եւ Չալաբյանն էր, Թաթոյանը շարունակում է ընտրապայքարը, կարծես թե Չալաբյանին վերջի շրջանում չեմ տեսել, դուք կասեք Չալաբյանը առանձին ուժով շարունակում է թե ոչ, եւ եվրոպական ուղղվածության ուրեմն ուժերը դա Բաբաջանյան եւ Արամ Զավենի Սարգսյանն է։ Մենք կդիտարկենք Նիկոլ Փաշինյանի հետ որպես մրցակից այդ ուժերը, եթե դեմ չեք, եւ այսպես Միասնության թևերից Արման Թաթոյան, Նիկոլ Փաշինյան, հետո Արամ Զավենի եւ Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան։ Սրանք իրար ամերժ են, թե փոխլրացնող են։ Արման Թաթոյանն էլ
եւ Ավետիք Չալաբյանն էլ միանշանակ Նիկոլ Փաշինյանին մերժող քաղաքական գործիչներ են, քաղաքական թիմերի ղեկավարներ են։ Նրանք միասին մասնակցելու դեպքում, եթե որպես դաշինք մասնակցեին, իրոք կգտնվեին այդ նույն ռիսկային գոտում անցնելու, որպես միասնական կուսակցություն, եթե մասնակցեին, շատ ավելի մեծ շանսեր կունենային անցնելու, առավել ևս որ այդպես ոնց որ հայտարարվել էր, սակայն առանձին մասնակցելու դեպքում նույնպես խնդիրներ գուցե չառաջանար, եթե իրանք դա վաղուց սկսեին։ Մասնավորապես ես օրինակ վստահ եմ, որ Հայաքվեն այդ պոտենցիալը ուներ։ Այո, Ավետիք Չալաբյանը եւ Հայաքվեն կամ Հայաքվեի հիման վերաստեղծված հայկական քվե կուսակցությունը այդ պոտենցիալը ուներ, եթե սկսեր 3, 4, 5 ամիս առաջ հենց իր անունով մասնակցելու քարոզարշավ։ Բայց իրենք կարծես թե այդ միասնության վրա շատ էներգիա դրեցին եւ արդյունքում այդ ամեն ինչը չստացվեց։ Հիմա կորցրեցին թե այդ պատճառով որ էներգիան դրեցին միասնության համար եւ կորցրեցին պառակտման պատճառով։ Այնուամենայնիվ դեռ շարունակում են քարոզությունը եւ կարծում եմ այ որ ասում եք ով կշահի, եթե բոլորին դեմին հաջողվի նոր ընտրություն անել, Ավետիք Չալաբյանը, Հայաքվեն վստահաբար կշահեն, Արման Թաթոյանը վստահաբար կշահի։ Ոնց որ նոր շանս կունենան։ Հա, հաստատ ասենք այդ ուժերը կշահեն։ Հիմա Արման Թաթոյանը հույս ունի, որ այսպես ինքը 4%-ը կհաղթահարի, նույն հույսով էլ հավանաբար հայկական քվեն կորոշի շարունակումը մասնակցումա թե չէ, բայց եթե մասնակցի այդ ակնկալիքով է մասնակցելու այդ 4%-ը հաղթարելու։ Փաշինյանի։ Այո, սրանք միանշանակ Փաշինյանին ոչ մի դեպքում, այդ երկուսը ոչ մի դեպքում Փաշինյանին չեն աջակցի։ Եվրոպականի դեպքում ակնհայտորեն այսպես կոչված եվրոպամետների այդ դաշինք չէր, հա, այսպես մի տեսակ ակումբի նման բաներ, այնտեղ շատ կուսակցություններ կային տարբեր փուլերում, շատ անհատ գործիչներ կային, հա, բայց դրանցից առաջիններից մեկը Գուրգեն Սիմոնյանը ոնց որ առանձնացավ, հետո Խզմալյանը դուրս եկավ, էլ ինչ որ երկրորդական անձեր դուրս եկան, կորիզը այնուամենայնիվ Արամ Սարգսյանի եւ Արման Բայբաջանյանի շուրջ ձևավորված այդ միավորումներն էին, այնտեղ այդ երկուսն են նաեւ որ կուսակցության հստակ կարգավիճակ ունեն եւ կարծես թե մեկից ավելի մարդ ունեն, հա, այլ կուսակցությունների դեպքում ոնց որ մարդ կուսակցություն չեն։ Մեր Գյուրերյան Տիգրանը մեր թիմից մի հետաքրքիր միտք ուներ, շատ վաղուցվանից ասում էր, որ Հայաստանում կուսակցությունները բաժանվում են մեկ ավտոբուսի, մեկ երթուղայինի եւ մեկ տաքսիի մեջ տեղավորվող կուսակցություններ, էլի, այդպիսի կլասիֆիկացիա էր մտցրել։ Հիմա ստեղ կային կուսակցություններ, որոնք մեկ ավտոբուս հաստատ կհավաքեին եւ այս պահին տարբեր տվյալներ ասում են այն մասին, որ իրենք չեն պատրաստվում միասին մասնակցել։ Առանց այդ էլ այդ, եթե միասին մասնակցեին կհաղթարեին 4%-ը թե չէին հաղթարի, պարզ չէր։ 8%-ը որ չէին հաղթարի, դա միանշանակ է, բայց 4%-ի շանս միգուցե տեսականորեն ունեին եւ կարող էին շատ լավ աշխատելու դեպքում հատկապես Նիկոլ Փաշինյանի կորցրած քվեների մի մասը հավաքելու շնորհիվ կարող էին 4%-ը հաղթարել։ Հիմա երբ որ նրանք առանձին են մասնակցում, իմ տպավորդեղը ես չեմ սիրում այդպես կանխատեսումներ անել, բայց վստահաբար այդ հնարավորությունը պակասել է, եթե պակասել է, ուրեմն մեծ հավանականությամբ երկուսն էլ տեղ կորցնում են։ Հիմա ով ինչքան կկորցնի, որևէ մեկը գոնե մի քիչ շանս կպահպանի թե չէ, բարձր։ Ինչ վերաբերում է թե ինչ են նրանք անելու խորհրդարան անցնելու դեպքում, եթե տեսականորեն հանկարծ հայտնվեն, մենք դա արդեն տեսել ենք Արամ Սարգսյանի պարագային Երևանի ընտրություններում, ինքը աջակցելու է քաղաքացիական պայմանագրին միանշանակ։ Արման Բայբաջյանը կարծում եմ այդ առումով նրանից ոչինչով չի տարբերվում 99.99% հավանականությամբ նա նույնպես աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, ոչ մի կասկած այդտեղ չկա։ Մարուկյանը հայտարարեց, որ մտնում է ընտրապայքարի մեջ, որքան գիտեմ, մոտ օրերս նրանց համագումարն է լինելու, Մարուկյանը շանսեր, ինչու այսքան ուշ որոշում կայացրեց ձեր կարծիքով։ Ինձ թվում է կան գործիչներ, որոնք չմոռացվելու խնդիր ունեն։ Զուտ, լավ։ Եվ սա այդ դեպքն է։ Տենց եք կարծում։ Հիմա նայում ենք
նույնը ԱԺԲ-ն բավականին ուշ հայտարարեց իր մասնակցության, ընդ որում մենակ, էլի ոչ մի դաշինք։ Դե իմ տեղեկություններով ես անգամ մասնակցել եմ մի հանդիպմանը, երբ որ նախընտրության նախագիծ էինք առաջարկում տարբեր քաղաքական ուժերի, ԱԺԲ-ն շատ երկար ժամանակ տարբեր մարդկանց հետ այդպես քննարկումներ էր կազմակերպում, որոնց մեջ կային այլ եւ այլ թեմաներ, բայց հիմքում ընտրություններին համատեղ մասնակցելու հեռանկարի փնտրտուքներ, հա, հեռանկարի ձևաչափի, չգիտեմ, եւ այնտեղ կար ասենք Հայրիկյանը, այնտեղ կար երբեմն նժարներ այնտեղ ներկա լինում, տարբեր մարդ կազմակերպություններ այդպես հրավիրվում են, Հայկ Դեմոյանը կար այնտեղ։ Հիմա նժարը բոլորը։ Հիմա նժարը, այո, դուքի հետ է խոսքով, հա, եւ արդյունքում մնաց դարձյալ Բևերը իր սեփական հնարավորություններով։ Ես կարծում եմ, որ Բևերն էլ, եթե գանք Սասնա-Ծռեր կուսակցությունից, որովհետեւ իրանք կարծես թե նույն բանն են, ուղղակի տարբեր վահանակների ներքո ասես անդադ կորցնելու է ձայները, ասենք որևէ պատճառ չկա ենթադրելու, որ իրենց ձայները այսպես շատ կտրուկ հանգարց կավելանան։ Հետևորդներ ունեն։ Ունեն, բայց դրանց քանակը չի ավելանում։ Իրենք ունեն ակտիվ հետևորդների բավական մեծ քանակ, բայց որը չի դառնում ավելի пассив ընտրազանգվածի մեծ քանակ։ Սա իրենց առանձնահատկությունն է։ Այնտեղ ունեն իրանք պայքարող, ֆանատիկորեն նվիրված կերպարներ, բայց այդ մարդիկ չեն կարողանում իրենց շրջապատում ընտրողներին համոզել, որ ընտրեն Բևերին, էլի, կամ շատ փոքր չափով են դա կարողանում։ Գիտեք, կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լավ ինտերնետային վարկանիշ ունեն։ Եվ երբեմն անցած ընտրություններին համենայն դեպս նկատելի էր դա, որ ինտերնետային վարկանիշի հիման վրա նրանք հույս ունեին, որ հասարակության մեջ իսկապես այդ վարկանիշը կա, բայց մենք մոռանում ենք, պետք է հարցնեմ, արդյոք դրանք իրար հետ կարելի է այդ հավասարությունը այդպիսի դրա վրա հաշվարկ կատարել, թե ոչ։ Միանշանակ ոչ, որովհետև այնուամենայնիվ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը ինտերնետով չի կողմնորոշվում, ինտերնետում ակտիվ չէ, կամ եթե ակտիվ է ոչ քաղաքական թեմաներով է ակտիվ։ Եվ ակտիվ է ոչ Հայաստանաբնակ, Հայաստանի դա էլ իր հերթին, որ այդ քանակ այո, թվում է թե հայաստանցիներն են քվեարկում, բայց իրականում դրսից են քվեարկողները շատ, չնայած դա վերլուծվում է, բայց ոչինչ, հետ էլ է շփոթ առաջացնում։ Այստեղ հարցը հետեւյալն է, թե դու որպես ակտիվ մարդկանց միջև, իսկ ինտերնետում ակտիվ մարդիկ են, հա, գրող, կարդացող եւ այլն, հետևող։ Եթե դու նրանց միջև հեղինակություն, այնտեղ նրանց շրջանում հեղինակություն ես վայելում, որն է մեխանիզմը, որ այդ մարդիկ կարողանան այդ հեղինակությունը վերահասցեավորել մյուս ընտրողներին, որոնք ինտերնետում այդքան ակտիվ չեն։ Սրա համար անհրաժեշտ են կազմակերպական լուծումներ։ Ցավոք սրտի մեր քաղաքական գործիչները անգամ այսպես կայացած ինչ-որ քաղաքական խմբերը, թիմերը, նրանք լավ չեն պատկերացնում այդ մեխանիզմը։ Եվ ոչ միայն չեն պատկերացնում, այլ նաև վախենում են ինստիտուցիոնալ քաղաքական կառույցներ ձևավորելուց, որովհետև ասում են, բա որ այդ ինստիտուցիոնալ քաղաքական կառույցը ձևավորեմ, հանկարծ ինչ որ մեկը գա, ինքը ընտրվի, ոչ թե ես։ Ինչի ես ձևավորեմ կուսակցություն ուրիշի համար։ Կամ ենթադրենք ես ձևավորեմ կուսակցություն, այնտեղ սահմանեմ ընտրական ինչ-որ մի կարգ եւ հանկարծ ինչ-որ մեկը, որին ես ամբողջությամբ չեմ վստահում, գա եւ ընտրվի ղեկավար մարմնի անդամ, ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Օրինակ նման զրույց ես ունեցել եմ Գուրգեն Սիմոնյանի հետ, ինքը ոչ ասում ամբողջ ցուցակը պետք է իմ հսկողության տակ լինի, որովհետև այնտեղ լուրջ հարցեր կան, հանգարց ես պետքա 100%-ով բոլորին մեջ համոզված լինեմ, այլապես ես պիտի որոշեմ հետևաբար ցուցակը ով պետքա լինի։ Սա արդեն քաղաքական անհասունության դրսևորում է, որովհետև եթե դու չունես կազմակերպություն, որը ներքին ժողովրդավարությամբ առաջադրում է անդամներ, այդ դեպքում X անհատը ինչու պիտի գա քո կուսակցություն, միայն քո հաճախորդը դառնալու համար, արդեն դու ունենում ես դրա արդյունքում անորակ մարդկանց կուսակցություն, որովհետև որակյալ քաղաքացիները նրանք կարծիք են հայտնում, ուզում են իրենց տեսակետները մյուսները ընդունեն, մասնակցում են բանավեճերը ամփոփվում են ընտրություններով մի օր մեկը կարող է հաղթի, մյուսը պարտվի, ընտրություններով կարող են ընտրվել մարմիններ, որտեղ մի մասը մի քիչ այլ կարծիք ունի, մի մասը մի քիչ այլ կարծիք ունի եւ պետքա ձևավորվի ինչ որ կոմպրոմիս, սա է քաղաքականությունը։ Եթե ինչ որ մեկը իրեն գլխանց հռչակում է կուսակցության շեֆ,
Եվ ասում է դրանից հետո ես եմ որոշում թե ինձից ներքև ինչ կլինի։ Հաճախ դա անում եմ, որովհետև հիմնական փող դնողն եմ ես կամ հիմնական փող դնողը ինձ ա վստահել այդ փողը։ Արդեն այստեղ քաղաքականության մասին խոսակցություն չկա։ Այս կազմակերպությունները դա ոնց որ քաղաքական ՍՊ-ներ են, հա, Բայց լավագույն Գուրգեն դեպքում։ Սիմոնյանի օրինակը բերեցիք, նա բավականին բարձր ինտերնետային վարկանիշ որ դա ասում են, այդպես է։ բարձր է, նրան շատերն են տեսնում վարչապետի Հիշում եք Արամ Կարապետյան կար։ Եվ Արամ Կարապետյանը պարբերաբար ամբողջ տարին ոչ մի բան ոնց որ չէր անում, 2 անգամ եկել է այդպես եւ մի անգամ բավական մեծ վարկանիշ ուներ։ Զուտ խոսալու հաշվին։ Գեղեցիկ արագ խոսում էր, ինչ որ կոմպրոմատներ էր հրապարակում իշխանությունների մասին, արագ sense շատ վարժ բաներ ասում։ Ժամանակին մի առիթ ունեցա մի քննարկման մասնակցելու իր մասնակցությամբ, ինքը ուղղակի սուտ էր խոսում, sense արագ sense ստերի շարաներ ասում, վիճակագրական ստերի։ Տնտեսական թեմա էր քննարկումը եւ մի պետական պաշտոնյա կար փոխքաղաքապետ էր, այդ մարդը նստած ոգևորված այդ արձանագրում էր այդ ասված թվերը, ես կողքից ասի մի արձանագրի սուտ է, մի խանգարի sense գրում է եւ վերջում ասում եմ նայ բոլոր թվերը 8-ով 2-ով են վերջանում։ Այս մարդը հասկանում է, որ հա էլ իսկապես այդպես է, բայց նաև հասկանում է, որ այդ թվերը շատ երկար են, ինքը որպես խելացի մարդ ամբողջ թիվը չի գրում, 8-անիշ թիվ չի գրում, գրում է ասենք 22 միլիոն, այն պոչը չի գրում, էլի։ Իմաստ չունի այդ երկար պոչը, իմաստ չունի այդ թիվը հիշել, եւ երբ որ մարդը այդպես անում, ինքը դառնում է տպավորության համար։ Սա բերեցի մի օրինակ, որ այ մարդկանց վրա տպավորություն, խելոք մարդկանց վրա կարելի է լավ տպավորություն թողել պոպուլիստական ինչ որ տեքստերով, բայց խորքում շատ բան չլինի։ Հիմա ասենք Գուրգեն Սիմոնյանի դեպքում կա ազգայնական պոպուլիզմ եւ կա եվրոպական պոպուլիզմ, որոնք ինչ որ տեղերում միմյանց հակասում են, բայց ինքը կարծես թե կարողանում է համադրել, համեմում է սա իր այսպես գեղեցիկ գրքային բանով եւ դա տպավորություն է թողում, սա բերում է ինտերնետում ձայներ, սա միանշանակ այդպես է, թե հետո ինչ կա դրա տակը, ոչ ոք իրականում չի կարասի, որտեղ չի եղել բանավեճ, այսինքն Գուրգեն Սիմոնյանը երբեք դեմ արդեմ մեկի չի նստել մեկ այլ իր կալիբրի քաղաքական գործչի հետ, որ ինքը մի բան ասի, սա էլ ասի, չէ, դա այդպես չի, հա, հակաճառի, եւ ինքը պնդի, որ չէ, այդպես է եւ ապացուցի, այ այս իրավիճակում ինքը չի եղել, եւ սա կնթողների ինձ Գուրգեն Սիմոնյանը, սա վերաբերում է բոլորին, ես կարող եմ տասնյակներով մարդիկ ասել, քաղաքական մշակույթ ընտրություններին մենք ունենք, որն է այդ մեր մշակույթը, որովհետև դուք բանավեճը բերեցիք որպես շատ հետաքրքիր, լակմուս չեմ ասի, բայց շատ բան պարզվում է բանավեճի ժամանակ։ Մենք ունենք բացական որակի մշակույթ, դա այդ կլիենտալիստական կուսակցություններն են, երբ որ քաղաքականությամբ զբաղվում են անհատները սեփական որոշմամբ, նրանք ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն, օլիգարխի ծավալով ավելի փոքր փող ճարած մեկը այդ սահմաններում եւ ոչ ոք չի ուզում ներքին ժողովրդավարական ինստիտուցիոնալ քաղաքական միավորներ ձևավորել ներքին ժողովրդավարության, գաղափարական քննարկումների, բանավեճերի, այս ամենի ինքնաֆինանսավորման հիմքի վրա ոչ ոք սա չի ուզում անել։ Անդամները, կուսակցականները սովորել են, որ իրենք անդամավճար պետք է չտան կամ դա պետք է լինի շատ սիմվոլիկ, իսկ կուսակցության ծախսերը պետք է անի ինչ որ մեկը։ Բոլորը ընդունում են, որ այդ շատ փող դնողը հենց նա էլ կուսակցության տերն է։ Եվ սա շատ վատ մշակույթ է, այսինքն այսպիսով մենք մեր երկիրը չենք կառավարելու, մենք անգամ մեր կազմակերպությունները չենք կառավարում, մենք այնտեղ հյուր ենք։ Հետո շեֆի հետ խնդիր կունենանք, կթողենք կգնանք։ Կամ ակնկալիքներ կունենանք, դրանք չեն բավարարվի, կթողենք կգնանք։ Ոչ ոք չի մնում, որ դա բան անի։ Միակ ինստիտուցիոնալ կուսակցությունը, որ ավանդաբար այդպիսին եղել է եւ Հայաստան է հասել, դա դաշնակցությունն է եղել, բայց ասենք 90-ականների իր այդ ինստիտուցիոնալ որակները շատ ավելի լավն էին, քան հիմա, բայց անգամ այն ժամանակ չէին համապատասխանում արդիականացման չափանիշներին։ Այո, դա ինստիտուցիոնալ կառույց էր, այնտեղ որևէ մեկին չէր պատկանում, ներքին ժողովրդավարություն կար, անդամավճար կար, բայց այն չէր ծախսում տեղական կազմակերպության ծախսերը, սփյուռքի աջակցություն կար, բայց բազմաթիվ տվյալներով դա ներքին կանոններ են, դա իրականում դա ամենակարևորն է, եթե այդպիսի կազմակերպություններ չունես դու քաղաքական դաշտում, դու չես կարող ինչ որ հավակնություն ունենալ հանրային կարծիք ներկայացնելու։
ոչ մի շանս չունես։ Դու կարող ես մարդկանց խաբել ինչ որ մի ժամանակ ոգևորել։ Ես այն օրինակը որ բերում եմ, ես ասում եմ, որ ուզում եմ ասել, որ ինտերնետով դու կարող ես մի անգամ sense տպավորություն թողել, հետո պարզվի, որ բավական համեստ արդյունք ես արձանագրել եւ հաջորդ անգամ արդեն մոռացվես։ Կամ եթե ոչ երկրորդ անգամից, երրորդ անգամ մոռացվես արդեն։ Եվ վերջում այդ բանավեճի հարցը ինձ ամենայն դեպս հետաքրքիր է, որովհետև ինչ եք կարծում, ինչի մասին է վկայում այդ խուսափելը բանավեճից, ասում են ես այս մարդու հետ չեմ գա, այն մարդու հետ չեմ գա, դա նորմալ է, թե ընտրությունների ժամանակ հակառակը, որքան շատ մասնակցողը իր տեսակետները արտահայտելու եւ վիճարկելու հնարավորություն ունենա, պետք է օգտվի։ Թե հակառակը, նա պետք է առանձին գա եւ պատմի, թե մյուսները ինչով են վատը։ Երկրի համար դա ահավոր է։ Գալիս են պատմում են ինչով է մյուսը վատը, ոչ թե պատմում են ինչ են իրենք բերել, ինչ են իրենք անում։ Սա ահավոր է երկրի համար, պետության համար, պետականաշինության համար, բայց սա արդեն ցավոք սրտի նորմալ է դարել մեր քաղաքական դաշտի մշակույթն է, հա։ Հանուն արդարության ասեմ, որ այդպես չի որ ամբողջ աշխարհում իդեալական է, բայց ասենք հետ խորհրդային տարածքը շատ նման է մեկը մյուսին եւ բոլորի մոտ ընդհանուր առմամբ այդ քաղաքական մշակույթը շատ ցածր մակարդակի վրա է, բայց եթե ասենք այդ հետխորհրդային տարածքում հիմնականում բռնապետություններ են եւ այնտեղ ընտրություն երևույթը ընդհանրապես կարեւոր չի, ասենք ինչ որ մի Ռուսաստանում կամ Ղազախստանում, Հայաստանը բռնապետություն չի եւ Հայաստանը առանց քաղաքական նորմալ մշակույթի, առանց ինստիտուցիոնալ կուսակցությունների ուղղակի չի կարող զարգանալ։ Մենք հիմա բախվել ենք մի նոր համաշխարհային չարիքի, դա պոպուլիզմի այսպես շատ արագ զարգացումն է, Ամերիկան է դրանով վարակված, Եվրոպայում այդպես դրսևորումներ շատ կան, Հայաստանում մենք ունենք այսօր շատ խիստ ընդգծված պոպուլիստ ղեկավարություն ու նաև պոպուլիստական խաղացող ընդդիմություն, սա մյուս չարիքն է, որովհետև պոպուլիզմը դա հարցերի քննարկում չի, դա ստախոսություն է, դա խոսքով կաշառք տալ է, դա խաբեություն է, մանիպուլյացիա է, այս է մանիպուլյացիան, երբ որ այդպես կեղծ խոստումներ են տալիս անիրականանալի բան եւ այդպես տպավորություն են ստեղծում, թե ինչ որ բան կա։ Եվ մենք սա պետք է ունենանք, եթե սա չունեցանք եւ հայկական ընտրության ամբողջ գործունեությունը նվիրված էր դրան, որ Հայաստանում ձևավորվի ինստիտուցիոնալ քաղաքական կուսակցություններ, առաջին հերթին հենց ազգային դաշտում, որը պետք է պայքարի այս օլիգարխիական համակարգերի դեմ, որոնք բան են անում, արտաքին ազդեցություններ կրող քաղաքական ուժերի դեմ, դրանք բոլորը լավ ֆինանսավորում ունեն ի տարբերություն ազգային ուժի, որի ֆինանսավորումը կարող է լինել միայն ինքն է ֆինանսավորում։ Առանց սրա հնարավոր չէ, այսինքն հնարավոր չի ասել, ես կուսակցական եմ 500 դրամ ձևական անդամավճար եմ տալիս, այնտեղ ոչ մի ընտրության չեմ մասնակցում, բայց աջակցում եմ այդ առաջնորդին։ Ոչ, դու կուսակցական չես, դու ոչինչ ես եւ այդ առաջնորդդ նույնպես ոչինչ է, որովհետեւ հենված է քեզպես մարդկանց վրա։ Իսկ ով գազա ոչ ես 5000 10000 դրամ անդամավճար եմ տալիս կայուն ձևով տարիներ շարունակ ամեն տարի ընտրում եմ իմ կուսակցության ղեկավար մարմինների անդամներին հետևելով նրանց բանավեճերին քննարկում եմ իմ կուսակցության քաղաքականությունը եւ ի վերջո այդ ցուցակը որ առաջադրում է իմ կուսակցությունը իսկապես լավն է ես ողջևորված այդ արդյունքով հարևաններին բարեկամներին էլ քարոզում եմ մինչև այսպեսի մենք կազմակերպություն չունենանք ոչ մի չի լինի իսկ այդպեսի կազմակերպություն չի կարող լինել այն կուսակցությունը, որը պատկանում է ինչ-որ մեկին, որի շեֆը նախապես հայտնի է, ոչ կուսակցության ղեկավարը պետք է փոփոխական լինի եւ ընտրվող լինի։ Սա Հայաստանում ոչ ոք չի պատկերացնում, ասում է, չես դուրը չի գալիս, գնա քո կուսակցությունը սարք։ Ես այնքան եմ լսել, որ ինձ մեղադրում են, որ ես կուսակցություն չեմ սարքել։ Երբ որ այդպեսի մեղադրանք եմ լսում, ես հասկանում եմ, որ իմ ասածները այս մարդը բոլոր բացարձակ չի հասկացել, որտեղ չի կարող լինել ինչ-որ մեկի կուսակցություն, եթե դա ինչ-որ մեկինն է, դա ՍՊԸ է։ Հետո ինչ-որ քաղաքականությամբ իբր զբաղվում, իրականում չի էլ զբաղվում։ Դա ՍՊԸ է, կուսակցությունները պետք է լինեն հանրությանը, հանրային ինստիտուտներ լինեն։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար շատ։ Շնորհակալություն, պարոն։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ։ Արմեն Աղայանի հետ էինք զրուցում, հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։ Մինչ ընտրությունները մենք եւս մի քանի անգամ ձեզ հետ հանդիպենք, տեսնենք ինչպես են զարգանում իրադարձությունները։ Զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։